Այսօր հոբելյանական չեմ հիշում որ երրորդ խոզարկությունն էր մեր տանը։ Հա, շնորհակալություն։ Էլի ինչ որ նախորդ անգամներ էր, չգիտեմ, ման են գալիս։ Ինչ բաներ արել են։ Ինչ որ կարող է այն բաները ինչ որ իրանց կարար հետաքրքրել, բայց ամեն անգամ նույն պատմությունն է, այտենց ինչ որ Չէ, ոնց որ ինչ որ բան այտենց չվերցրել։ Հա։ Ինչքան տևեց բան չի էլի, ոնց որ տեխնիկական ավելի շատ նախաքննական process-ով պայմանավորված կան սահմանափակումներ, բայց կարող եմ ասել, որ ինչ որ բան չեն տարել։ Դուք ինչ եք մտածում կներեք, դուք ինչ եք մտածում բան Կարապետյանը խոստացել փուսին երբ ազգային ժողովը գնալվի, հետո դատախազը կգա ձեր հետևից թե ոչ։ Չգիտեմ, կարա գա, կարա չգա, ոնց իրանք ուզում են։ Իսկ դուք այս ամբողջ process-ի հետ կապված ինչ գնահատական ունեք Խորոն Կարապետյանը։ Դե պարզ արտահայտված քաղաքական գործունով քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդկանց փաստորեն արգելվում է քաղաքականությամբ զբաղվել։ Ուղղակի ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է։ Չկա որևէ այլ պատճառ ու սա է հիմնական այն ամբողջ այս պատմության հիմքը։ Ուզում է ասել, որ մարդ քաղաքականությամբ չզբաղվի բացի իմ կողմից նշանակված սատելիտներին։ Դա այդպես չի կարող լինել, որովհետև մենք պետք է մեր երկրում քաղաքականությամբ զբաղվենք, որտեղ ինքը սխալ ճանապարհով է տանում, ինքը հիմա էլ է սխալ ճանապարհով տանում։ Մեր հասարակության մեծ մասը արդեն համաձայն է, բայց ինչ որ մաս իրեն դեռ աջակցում է, բայց չգիտի որ սխալ ճանապարհ է մարդը տանում։ Այսինքն սրում է հարաբերությունները։ Երեկվա իր խոսքերը հիշում եք։ Երեք մի քանի միլիարդ մենք պահանջ ունենք, ինքը սրում է, նույն ձև ինքը Ադրբեջանի նախագահի հետ էր այն ժամանակ խոսում։ Ինչ եղավ, ինչ ստացանք, ինչ կերանք։ Երեգել հիմա սրում է ուրիշ երկրի։ Ադրբեջանից 30-40 անգամ մեծ երկրի հետ հարաբերություն։ 30-40 չէ, կնեք 120 անգամ մեծ երկրի հետ։ Կոնկրետ որ ասածս երկաթուղու հետ կապված, այլ բաների հետ կապված սրում է հարաբերությունները երկրների հետ։ Այն ձևով ինչ որ սրել էր Ադրբեջանի հետ, ինչը բերեց պատերազմի։ Կար սրված էր Ադրբեջանի հետ հարաբերությունը, բայց առիթ է տալիս։ Մենք դեռ չենք մարսել են մի թշնամուն։ Ինչու է նոր թշնամի ստեղծում մեզ համար։ Թող պայմանավորվի, չի կարողանում պայմանավորվել, նախորդ անգամ էլ չէր կարողանում պայմանավորվել։ Մեր հաշվին է դա անում, ինքը էլ իր թիկնապահներով քայլելու է։ Դա մեր ժողովրդի հաշվին է։ Հիմա այն մարդիկ, ովքեր իրան ծափ են տալի, հարգելի հայրենակիցներ, ով որ այս պահին Փաշինյանին ծափ է տալի, ասում է, տեսեք ինչ, չգիտեմ, հակա այս երկրի քայլ արեց բան, նույն մարդիկ ծափ էին տալի 2020 թվականի պատերազմից առաջ։ Ու բերեց այդ հետևանքների, չի կարելի աշխարհի հետ էմոցիայով խոսել։ Աշխարհի հետ պետք է հավասարակշռված, որ երկրորդ անգամ չառերեսվենք նրան, ինչ որ առերեսվեցին։ Բայց ասում է որպես գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերություններում ինչ վատ բան է արել Հայաստան, ասում է Ռուսաստանը խնդիր է տեսնում այն հարցի հետ կապված, որ Հայաստանը տարբեր երկրների հետ հաստատում է ռազմավարական գործընկերություն, որ փորձում է քաղաքական ու տնտեսական այլընտրանքներ։ Այդ խնդիրները Արդյոք սա հիմնավոր չի։ Այդ խնդիրներով թող գնա բանակցի process գտնի, ճանապարհ գտնի, լուծում գտնի իրավիճակում, ոչ թե բերի sense էլի մի քանի որ երրորդ անգամ արդեն տուպիկի, թող գնա բանակցի, էսի մեթոդա տենց հարաբերություններ հաստատելու համար, բողոքելով չի, մենք արդեն անկախ երկիր ենք, մենք պետք է կարողանանք ճիշտ, համ հեռավորություն սահմանելուց ճիշտ անենք, համ էլ այնպես չանենք, որ վաղ մյուս օր ավելի սրենք իրավիճակը։ Ու մի բան էլ մի անգամ ասեցի, մի անգամ էլ եմ ուզում ասեմ, այն մարդիկ, ովքեր հիմա ծափ են տալի այս սրացմանը ծափ էին տալի նաև Ադրբեջանի 20 թվականից առաջ Ադրբեջանի հետ սրացմանը ու հետևանքներից հետո ասում են պետությունը այս ճանապարհով գնաց, խի գնաց, մենք մեզ խղճում ենք։ Մեզ խղճալ պետք չի, պետքա ճիշտ քաղաքականություն վարել։ Երկրորդ բանը, երեք ինչ որ բարեգործության հետ կապված հայտարարություն արել։ Ինչ անենք։ Այո, ինչ անենք։ Չանենք բարեգործություն։ Իրապես բռնենք մարդ բռնել տանք ամբողջ օրը, երեխեքին առանց հեր մի քանի ամիս թողենք, հա, ինչ անենք։ Մարդ բռնել տանք ամբողջ օրը իրապես, որ լավ զգանք, որ ինքը ասի դա լավ է։
մի հատ ցույց է տալիս, որ այդ փորձը իրապես ինքը Ավել լույս է գրել դպրոցների վրա։ իրապես կպատասխանեմ իրապես պետքա ուղակի նստեինք հայկական ժամանակի գրասենյակում ու բոլորի անունով բան գրեինք, թե ինչ որ քայլ անեինք։ Ինքը դեռ հարկերի առումով խնդիրներ ունի, շատ լրատվամիջոցներ էս բային այդ խնդիրները չունեն։ Ինչ վերաբերվում է մոտեցմանը բարեգործության, իրպես լինենք մենք, մարդ բռնել տանք, որ իրան դուր գա։ Ինչա իրա ուզածը, ինչա իրա երկրում բարեգործությունն է, այն երկրում, որտեղ ինքն է ապրում։ Դրա մեջ ասում եմ, միտեղ գնացի, դարպասները վատ էր։ Հայկական ժամանակի դարպասները տեսել եք։ Թող գնա հայկական ժամանակի դարպասներով զբաղվի։ Այն ինչ որ Իրանը չի։ Իմը չի, Իրանն էլ չի։ Սեփականությունը այդ գործարանի, որը ինք ուզում է պետականացնի, Իրանը չի էտի, պետությանն էլ չի, ամենալավ մարդունն էլ չի։ Իմն էլ չի, էտի, այդ գործանի սեփականատիրոջն է։ Այո, ու ընդհանրապես մարդու ունեցվածքը, էտի այդ մարդու սեփականությունն է։ Սեփականազրկենք մարդկանց։ Իրապես գնանք սեփականազրկենք, ինչ է իր ուզածը։ Այս ամբողջ process-ի մեջ ինք ուզում է բոլորս իրապես լինենք, որ նստենք ու ընդհանրապես ուրիշներին ասելուց առաջ ինքը մի հատ Իրանը թող նայի։ Ասում եմ զանգել եմ, ասել եմ դարպասները լավը չի։ Մի հատ հիշի որտեղ ես դու աշխատել, քո դարպասները հիշի։ Այդ մարդը 100 հատ սարքել է։ Քաղաքականապես ոնց ուզում ես վերաբերվի, բայց 100 հատ տենց բան է սարքել։ Բարի կարգել է գործարը, մի անուն դիր։ Ամեն ինչին դնում անուն է դնում։